Հայ առաքելական եկեղեցու այս տարվա օրացույցով փետրվարի 15-ը բուն բարեկենդանն է, որը հիշեցնում է, սկսվում է մեծ պահքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական պատարագ մատուցեց Տեր Գրիգոր Աբեղամինասյանը։ Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերին եւ մեծ պահքին նախորդող օրը, որի ընթացքում թույլատրվում են չափավոր վայելքներ եւ տարբեր ուտեստներ։ Բուն բարեկենդանը հավատացյալին հիշեցնում է Ադամի ու Եվայի դրախտային կյանքը, ուր չկար ցավ, տառապանք, մեղք հիվանդություն, քանի որ նրանք ապրում էին Աստծո մշտամնա ներկայության մեջ։ Իր քարոզում ասաց Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղոմյանը։ Մեզ հիշեցնում է ոչ միայն դրախտային կյանքի մասին, այլ նաև մեկ անգամ ևս ասում, որ ով մարդ դու որ արարված ես Աստծո պատկերով, քո իրական տեղը դրախտում է։ Եվ այս դրախտը գտնելու, վերագտնելու ապագը դրված է մարդու մեջ։ Բարեկենդանին մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից խաղաղության։ Այս կիրակին հիշեցնում է դրախտի մասին, այն մի ընկալեք որպես վայր, այլ մի իրավիճակ, երբ մեր հոգում ու սրտում մենք մեր Աստծուն ունենք։ Իր քարոզում ասաց Հայր Սուրբը, նշելով Աստծո օգնականությամբ մենք կարող ենք հաղթահարել ամեն փորձություն եւ ամեն մարտահրավեր։ Աստծո ներկայությամբ անհնարինը հնարավոր է դառնում։ Բուն բարեկենդանը արտության կոչ է քրիստոնյաների համար, որ ասում է, ով քրիստոնյա, գաղբարի ծուսում է մեծ պարկը, ապաշխարության, ինքնակենության, աղոթքի կարևոր շրջանը, որի նպատակը մեկն է, մեղրից սրբված, հոգևոր և գարնավոր պատրաստված, դիմավորենք և կարողանանք վայելել Քրիստոսի հարության այդ հաղթանակի ուրախությունը։ Խոսելով պահեցողության մասին Հայր Սուրբը նշեց, որ այն կարևոր է յուրաքանչյուր հավատացյալի համար, որպեսզի սրբագրի իր սխալները, առավել մաքրված ու պատրաստված դիմավորելու հարության ավետիսը։ Զղջում, աղոթք, ապաշխարություն, հոգևորականները նշում են, սրանք են հիմնական պայմանները, որպեսզի պահեցողությունը միայն սննդի սահմանափակում չդառնա։ Բուն բարեկենդանի պատարագը մատուցվում է վարագուրված խորանին։ Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ժամանակ են փակվում խորանների վարագույրները, ինչը դրախտից զրկվելն է խորհրդանշում։ Մեծ պահքի շրջանում եկեղեցու ծիսակարգում ավելանում են արևագալի, խաղաղական եւ հանգստյան ժամերգությունները։ Առանձին համայնքներում կատարվում է խոկում, իրագործվում են բարեգործական տարբեր ծրագրեր, ուխտագնացություններ։ Խորանի փակ վարագույրը պատարագի համեստ արարողությունը հավատացյալներին ուղղված հորդոր է խոկումով անցնելու 48-օրյա պահեցողության շրջանը, նշում են հոգևոր հայրերը։ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքը, ծոմապահությունը եւ ապաշխարությունը։ 40-օրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկ շաբաթյա շրջան, մեծ պահքի շրջանը։ Դա է պատճառը, որ Զատկին նախորդող պահեցողության շրջանը 48 օր է տևում։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։